Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց ես մի բան պետք է պատմեմ ձեզ, որովհետև նախ ուզում եմ բոլորս, որովհետև հիմա ես ինչպես մնացած բոլոր դեպքերում կա մի քննադատություն, ավելի լավ նախապատրաստվեիք, նոր անեիք, ավելի լավ նախապատրաստվեիք, նոր անեիք, եւ ես շատ մտածել եմ այս թեմայի մասին, ավելի լավ նախապատրաստվելու մասին, եւ ես ուզում եմ առաջին հայացքից կապ չունեցող մի պատմություն պատմել, դա գաղտնիք չի, որ ես հեծանիվ եմ քշում։ Այս որոշ ժամանակ հեծանիվ վարելուց հետո, ուրեմն կա հեծանիվ կոնտակտային կոշիկներով, այսինքն որ դա հատուկ այդ պեդալի հատուկ կոշիկ է, որը սենց բան անում, մտնում է բանի մեջ։ Եվ ինքը պարզ է, սովորական կոշիկներով քշելուց հետո շատ բարդ է, եւ ես որոշեցի, որովհետեւ տենց ավելի արդյունավետ է, ավելի սահուն է, ավելի հաճելի է հեծանիվ վարելը։ Եւ ես որոշեցի, որ արդեն բավարար ստաժ ունեմ, որ կարող եմ արդեն կոնտակտային կոշիկներով քշել այդ հեծանիվը, բայց հասկանում եմ նաեւ, որ դա պետք է սովորել, եւ ինչ որոշեցի, շատ տրամաբանական մի բան որոշեցի, որ կեցավայրում տրինաժորների վրա դնեմ այդ բանը, կոնտակտային կոշիկները եւ սովորեմ կոնտակտային կոշիկով վարել։ Եվ ես երկար ժամանակ սկսեցի վարել կոնտակտային կոշիկներով, որովհետեւ իրան հանելու եւ տեղադրելու հատուկ ձևեր կան, վարժություններ կան, ագին երկար ժամանակ, երևի մի ամիս ու կես, այնքան պարապեց, որ շատ սահուն ես դա անում էի։ Եվ ես նաև ինչի համար էի անում, որովհետև ասում եմ դե մարդկանց հետ քշում եմ բան, այն չլինի մի անգամից այնուամենայնիվ վարչապետ ես, բան ընկնես եւ այլն մարդիկ ասեն։ Ես ամսից ավել պարապել եմ տրինաժորում։ Հետո սկսել եմ իրական կյանքում այդ կոնտակտային կոշիկներով սկսել եմ քշել։ Բայց ես տասնյակ անգամներ ընկել եմ եւ տասնյակ անգամներ ընկնելուց հետո է, որ ես սովորել եմ։ Ես 2 ամիս որովհետեւ տրինաժորն ու կյանքը բոլորովին ուրիշ բաներ են։ Որովհետեւ տրինաժորի ժամանակ կողքովդ մեքենա չի անցնում, դիմացովդ կատու չի անցնում, վերևովդ թռչուն չի թռնում, լուսացույցը լույսը չի փոխում, քամին չի փչում, արևը չի ծագում, պատուհանից մեկը չի գոռում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նաև այս թվում է թե իրավիճակի հետ կապ չունեցող բանը, բայց նա նույն բանն է, ինչքան ուզում ես տրինաժորի վրա պարապի, երբ որ դուս եկար կյանք, դու չգիտես այդ պահին ինչ է տեղի ունենում, ինչքան ուզում ես պարապի, ինչքան ուզում ես տրինաժորում փակ պայմաններում պարապի, երբ որ էլի ասում եմ, միջև դու կյանքին չհանդիպես, դու չես կարողանալու գնահատել, դու գիտես քշել հեծանիվ, թե չգիտես։ Դու գիտես ինչ որ գործողություն իրական կյանքում անել, թե չգիտես։ Հետևաբար այո, առողջության ապահովագրության համակարգը հիմա այդ այն բանն է, որ մենք տրինաժորի վրա պարապել ենք, հետո ասել ենք, չէ, ոնց որ պատրաստ չենք։ Եկեք նորից պարապենք։ Կես տարի ենք պարապել, հետո էլի կես տարի, քանի անգամ հետաձգել ենք, հիմա դուս ենք եկեք կյանք։ Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն։ Ընկնելու ենք, պետք է ուշադիր լինենք, որ ընկնելիս ջարդուփշուր չլինենք, բայց պետք է ընկնենք, վեր կենանք, նորից փորձենք, նորից ընկնենք, նորից վեր կենանք, նորից շարունակենք եւ դա ճանապարհը։ Եթե որևէ մեկը գիտի, կասի, որ այլ տարբերակ եւ այլ ճանապարհ կա, ես գոնե իմ սեփական փորձով եւ չգիտեմ ուրիշ որևէ մեկի փորձը, որ այլ ճանապարհ կա։ Հետևաբար այո, բարդ է, դժվար է, բայց երբ որ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Քենեդին հայտարարում էր, ասում էր, որ մենք որոշել ենք առաջիկա այս տասնամյակում թռնել լուսին։ Եվ հաջորդ շատ կարևոր նախադասություն է, եւ մենք դա անում ենք ոչ թե դրա համար, որ դա հեշտ է, այլ մենք անում ենք դրա համար, որ դա դժվար է։ Մենք ընդհանրապես կարծում եմ ցանկացած կառավարություն որևէ բան պետք է անի ոչ թե նրա համար, որ դա հեշտ է, որովհետև հեշտ բաներ անելու պարագայում մենք էլի ընկնելու ենք, բայց չենք կարողանալու վեր կենանք, այլ մենք պետք է անենք բաներ, որոնք դժվար է եւ մենք դժվարություններով այո անում ենք այս բանը, որովհետև համոզված ենք,
որ դա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին հերթին եւ Հայաստանի Հանրապետությանը, տնտեսությանը եւ այդպես շարունակ։ Էնպես որ ինչպես շարունակում են 24 ժամ աշխատել, որովհետեւ շատ բարդ համակարգ է ներդրված, ուշադիր լսում են քննադատությունները, ուշադիր լսում են նաեւ փլուզման եւ կործանման մասին տեղեկատվությունները, բայց չենք վախենում, չենք անջատում հեռուստացույցը, շարունակում ենք դիտել եւ փորձում ենք ռացիոնալ հատիկը դուրս բերել եւ գնալ այդ ռացիոնալ հատիկի հետեւից եւ փորձել այն ռացիոնալ խնդիրները, որոնք մատնանշվում են, փորձենք լուծել։ Հարցը դրվում է քվեարկության, խնդրեմ, Համետ Պարոն վարչապետ, ուղղակի բաց թողեցեք, կուզեի նշել նաև, որ մինչև այսօր առավոտ ժամը 10-ը արդեն 16266 ապահովագրությունով սպասարկված այց ունենք։ Եթե հաշվենք, որ 2 օր է ամբողջական աշխատանքային օր, նշանակում է, որ բավական արդեն սրա շրջանակներում այցեր ունենք։ Եվ ինչպես ասացիք, այո, շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին եւ արձագանքելով առաջ գնալ։ Տիկին Ավանեսյան, նախարարությունում խոսում ենք, մենք պետքա հիմա մշտական ընդ որում դա մեկ անգամյա բան չի, շահառուներին մենք անուն-ազգանունով հեռախոսի համարներով գիտենք։ Պետքա անընդհատ հարցումներ անցկացնել իրանց փորձառության մասին, մանավանդ հիմա ինտենսիվ, որպեսզի հենց առաջի ձեռքից իմանանք մարդիկ ինչ խնդիրներ են հանդիպում եւ այդ խնդիրները, ինչպես ասում են, դասավորենք ըստ առաջնահերթությունների եւ գնանք դրանց լուծման հետեւից։ Կան այլ դիտարկումներ թեմայի հետ կապված։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։